Տատևջան դու աղ ֆիլմի ռեժիսորն ես եւ նաեւ սցենարիստը եւ իրական շատ հարցեր ունեմ առաջի հարցս թե ինչի գիտաֆանտաստիկա ու թե ինչի դիստոպիական գիտաֆանտաստիկա որովհետեւ հաշվառնելով մեր ոնց որ ժանրային դաշտը հայկական կարճամետրաժ կինոյի, կարճ ֆիլմերի դա շատ տակրկիր ու համարձակ որոշում էր ինչպես է կարելի Ի սկզբանե սցենարը գրելուց ես չէի ձգվում դեպի գիտաֆանտաստիկ ժանրի կողմ սկզբում ինքը ավելի տենց արթհաուսի դրամատուրգություն ուներ ու ամենասկզբում Այն ամեն ինչ հիմա կա, եղել է այն ամեն ինչից ինչ հիմա կա, եղել է մենակ աղջիկը, որ տեսնում է մեկին, ով չկա։ Հետո իմ կուրսղեկի պարոն Բաղդասարյանի շնորհիվ ես փորձեցի ավելի մեծ մտածել։ Ինձ թույլ տվեցի ավելի մեծ մտածել։ Ու փորձեմ ինքս ինձ չսահմանափակեմ, ես չեմ կարա սա իմ առաջի ֆիլմն է, ես փող չունեմ եւ այլն այդ բոլոր հասցրով չսահմանափակեմ ու ուղղակի թողնեմ, որ իմ միտքը անի ինչ որ ուզում է։ Ու իմ համար էլ էր զարմանալի, որ իմ միտքը ուզում է գիտաֆանտաստիկա անի։ Ես ֆենթազի ժանրը շատ եմ սիրում, մտածում եի, եթե անսահման հնարավորություններ ունենամ, ֆենթազի կնկարեմ, բայց փաստորեն նաեւ գիտաֆանտաստիկան է իմ համար այդչափ հետաքրքիր։ Իսկ ինչի դիստոպիան երևի որովհետև հատկապես ֆիլմի նկարահանման ֆիլմի գրման ժամանակ ես շատ տարված էի երկրագնդի վիճակով էս պահին ինչ է կատարվում, ինչի AI-ը գոյություն ունի, ինչի մարդիկ չունեն անձնական դաշտ, ինչի չկա կապ բնության հետ, այդ բոլոր մտքերը ինձ ստիպեցին, որ ինչ որ ստեղծեմ գլխիս մեջ մի կերպար, որը կլինի կառավարություն ասվածը ու դրա հետ աշխատեմ։ Okay. Իրական դու ստացել ես այդ միջավայրը, որովհետև ֆիլմը դիտելիս դու իսկապես հավատում ես ամեն ինչը տեղի ունենում։ Մի երկու հարց տամ հենց ռեֆերենսների հետ կապված, առաջի տեսարանը շատ թվում է թե ոգեշված էր Blade Runner-ից։ Ես Blade Runner-ը չեմ նայել։ Ինձ բոլորը այդ ֆիլմից նկարահանումից նույնիսկ առաջ բոլորը ինձ խորհուրդ են տալիս, որ ես Blade Runner-ը նայեմ։ Ես դիտմամբ չնայեցի ու հիմա էլի չեմ նայում, չգիտեմ ինչի, բայց հասկանում եմ, որ կա տենց բան արվել է, բայց ուրախ եմ, որ չեմ տեսել։ Այդ շատ ավելի է, չես տեսել դա իրական։ Իսկ ֆիլմի ռեալիզացիայի հետ կապված իրագործման process-ը ինչ բարձր է առնչվել, որտեղ սա քո դիպլոմային աշխատանքն է, որ դու ավարտել ես համալսարանը եւ մի քիչ պատմես դրա մասին։ Իրական այնքան շատ խնդիր ա եղել, ես հիմա չեմ տեղավորվի որ պատմեմ, որովհետեւ դե նախ բնականաբար ֆինանսի խնդիր է, ես վարկ եմ վերցրել իմ նկարելու համար։ Հիմա դեռ վճարում ես։ Դեռ վճարում եմ, դեռ վճարելու եմ։ Հետո այն շրջաններ, երբ որ բոլորը նկարում են ինչ-որ բան ու ստաֆի խնդիրներ, հետո խնդիր էր իհարկե նաև քասթի դերասանական անձնակազմի պահով, ի սկզբանե պլանավորված չէր, որ պետք է ես խաղամ, ես գտել էի դերասանուհի, ով որ շատ հավատացան էր դերի, որտեվ դա չի զգացում իրականում, որովհետև ես հոգուս խորքում ուզա։ Հա, որտեղ իսկապես դա զգացում է, որ ոնց որ այդ արտիստիկ սկիզբը կա, էլի։ Շատ ուրախ եմ, որ այդ տպավորությունն է, իրականում ֆիլմը գրելուց ես գրել եմ պատսիբիա ոնց որ ասում, բայց բոլորը կողքից ասում էին, որ դու չես կարա այս մասշտաբի ֆիլմ նկարես, առաջին ֆիլմդ լինի այսքան րոպե, լինի գիտաֆանտաստիկա, ու դու էլ խաղաս։ Ու ես հավատում եմ։ Բոլոր չելենջերի դեմ էլի։
ու ես գտնում եմ որ դրա մեջ օբյեկտիվություն կա ու ամեն դեպքում ես որոշեցի որ դերասանուհի պիտի լինի, ես պիտի դերասանի հետ աշխատեմ ու ես գտել էի դերին շատ համապատասխան դերասանուհի, բայց ինչ-ինչ պատճառներով նկարահանումից մի քանի օր առաջ ինքը ասաց որ չի կարող նկարահանվի ու ճիշտ է սխալ է հնչում, բայց հոգուս խորքում ես այդ առիթով ուրախացա որ պիտի ես անեմ ու սա կլինի նաև այս դեպքը կլինի արդարացում թե ինչի եմ ես խաղում Այդ մեծ տաղանդ է պահանջում իրական համատեղել նկարա հրապարակում այդ ամեն ինչը նաև եւ մի քիչ պրիմիտիվ հարց է բայց անկեղծ ես որ ֆիլմը դիտում եմ իմ մոտ այդ հարցը ծագեց թե ինչի աղ ինքը հասարակ հարց է բայց ինձ թվում է պրիմիտիվ հարց չի որովհետեւ բոլորը ով դիտել է ֆիլմը այդ հարցը ինձ տվել է ես հստակ պատասխան չեմ տալիս դիտողը կարա ինքը իր նորոշի թե ինչի է այդ վերնագրով ես ինչ որ տարբերակներ կարամ առաջարկեմ որի հետ դիտողը կարա համաձայնվի կարա չհամաձայնվի օրինակ այն միտքը որ իմ ֆիլմը իրականության ու երևակայության հարաբերությունների փոխհարաբերությունների մասին է ու կա տեսանկյուն որ երևակայությունը իրականության աղն է համն ու հոտն Կարամ ավելի անձնական պատճառ ասեմ ինչի աղ ես երբ որ ֆիլմի առաջի վերսիան էի գրել բոլոր գործողությունները տեղի էին ունենում հենց ֆիզիկական աղի շուրջ ընդամենը երկու հերոս կար երրորդ հերոսը անտեսանելի էր աղջիկը տղան եւ Վիկտորը ու աղջիկա ու տղայի կոնֆլիկտը տեղի ունենում աղի շուրջ ու ես դրա համար վերնագրել էի աղ ու հետո ես շատ կապվեցի այդ վերնագրի հետ ու որոշեցի որ դա պետք է մնա ամեն դեպքում իսկ շատ ակտիվ բան ասեցիր իրականության հետ կապված ֆիլմի վերջում առանց սպոյլերների առանց ոչ մի բանի ինձ դա կրկիրա քո համար այդ սահմանը որ փոշիանում է իրականության ու երևակայության դա քո իշքան մոտ բան է քո համար ու իշքան շատ դու ոնց որ ժամանակ ես անցկացնում այն մյուս աշխարհում որտեղ որ կա այն ֆենտեզին եւ ամեն ինչը ամենաակտուալ հարցը տվեցիր իմ կյանքում դու իրականությունը իմ փոխհարաբերությունները իրականության ու երևակայության հետ շատ բարդ են ու իմ ծնված օրվանից բարդ են եղել ես շատ փոքր տարիքից ունեցել եմ մղձավանջներ, ես որ փոքր եմ մտածում եմ դրանք կմեծանամ կանցնեմ, չեն անցել։ Ու երբեմն ես կորցնում եմ այդ սահմանը իրականության ու երևակայության միջև։ Ես ինքս երբեմն չեմ հասկանում ինչքանն էր իմ գլխի մեջ, ինչքանն էր իրական, ոչ Իսկ ռեժիսոր դառնալը դրա հետ կապ ուներ, թե չէ այդ որոշումը։ Որտեվ ռեժիսորան դրա մասին է, էլի։ Իսկ մա ինտուիտիվ ես գնացել եմ դրան, որովհետև գրել փոքրուց շատ եմ սիրել, նկարել շատ եմ սիրել, այն ամեն ինչ որ նոր բան ստեղծելու, ինչ որ երևակայության հետ կապ ունեցել շատ եմ սիրել, բայց հենց որ այդ պահին որոշել եմ որ ռեժիսոր դառնամ, եղել է 7-րդ դասարանում, երբ որ ես սկսել եմ իմ վեպը գրել, որը դեռ չկա, ու մտածել եմ, որ սա պիտի ֆիլմ դառնա, ու մտածել եմ ես ոչ մի քիչ չեմ վստահի, որ ես նկարի, ես պիտի նկարեմ, ես ուտեց որոշել եմ, որ ռեժիսոր դառնամ։ Մի քիչ անարդար մոտեցում է ռեժիսուրայի հանդեպ, որ զուտ այս մի գաղափարը իրագործելու համար ես ուզում եմ դառնամ ռեժիսոր, բայց հա։ Դու տարածված է, որտեղ դու նույնիսկ մի ֆիլմ անես, որ կհիշվի, դա ուրեմն արժանի է։ Վերջի հարցս, քան որ դու նոր ես ավարտել համալսարանը, սա քո դիպլոմային աշխատանքներ, հաջորդ ֆիլմի հետ կապված ինչ սպասումներ ունես։ Իրականում բարդ հարց է, ես անընդհատ մտածում եմ այդ մասին։ Իսկ ես խաղարկային լինելու վավերագրական ունենալու։ Ես վավերագրականին շատ չեմ ձգվում, ինձ դուր է գալիս վավերագրական ֆիլմը, բայց ես ինքս չգիտեմ դա կանեմ թե չէ հետագայում։ Եթե լինի, միանշանակ կլինի խաղարկային, ուսամ կլինի, ես հիմա գրում եմ աղ ֆիլմի ընդլայնված տարբերակը որպես 8 մասանոց սերիալ, բայց թե ոնց կկայանամ ես դա իրագործեմ, ինձ թվում է ժամանակը ցույց կտա։